Շիրակի մարզում ոռոգման սեզոնը սպասվածից ուշ է մեկնարկել։ Թեև այս տարի Շիրակի մարզում ջրի պակաս չկա, ոռոգման համակարգի տարիներով կուտակված խնդիրները շարունակում են բացասաբար ազդել գյուղատնտեսության վրա։ Ֆերմերներն ասում են, խնդիրը ջրի քանակը չէ, այլ այն, թե ինչպես է այն հասնում դաշտ։ Հատվածական նորոգումներ ինչ որ արվում են, բայց ընդհանուր առմամբ համակարգը այլևս չի կարող ժամանակակից մարտահրավերներին դիմակայել։ Ֆերմեր Արման Բաղդասարյանի խոսքով հնացած ենթակառուցվածքների պատճառով ջուրը ոչ միայն կորցնում է իր ծավալի մի մասը, այլև աղտոտվում է ճանապարհին։ Մեր մայր ջրանցքը կառուցվել է 1922 թվականին եւ կապիտալ հիմնական աշխատանքներ չեն կատարվել վրան, հատվածական նորոգումներ են արվել, բայց 100 տարի առաջվա կատարած աշխատանքը, 100 տարի առաջվա կատարած մոտեցումը բնականաբար ակտուալ եւ արդի չէ հիմա։ Մինչ ոռոգման համակարգի հիմնարար խնդիրները շարունակում են սպասել լուծման, հողօգտագործողները փորձում են սեփական միջոցներով բարձրացնել արդյունավետությունը, հատկապես կարտոֆիլի մշակությամբ զբաղվող տնտեսություններում աստիճանաբար ներդրվում է կաթիլային ոռոգումը, որը նրանց համոզմամբ թույլ է տալիս եւ ջուր խնայել եւ ավելի բարձր բերք ստանալ։ Անկախ տնտեսվարողները, ֆերմերները, այդ թվում նաեւ ես փորձել ենք որոշակի առումով լուծումներ գտնել նույն կաթիլային ոռոգումը ներդնելով, որի արդյունավետությունը ինձ թվում է դեռևս վաղ է ասել ինչքանով իրեն կարտարացնի, պետք է գոնե թե 4-ից 5 տարի անցնի, որ հասկանանք ընդհանուր առումով ինքը իրեն ոնց ցույց կտա։ Ջուրը նորից ջրամբարներից է գալիս, այս դաշտը, որ հիմա ոռոգվում է, եթե ագուսային ոռոգում անենք, 4 անգամ ավելի շատ ջուր կծախսենք, չեմ այս կատիլային ոռոգումով։ Առաջի տարին չէ, նախանցած տարին համագյուղացիներից մեկը 6-7 հեկտարի վրա կազմակերպել էր, բերքի քանակը շատ լավն էր ու դրա հետ մեկտեղ մենք սկսեցինք արդեն ցանցը ընդլայնել, ունենալ կատիլային ոռոգման դաշտեր։ Այս համատեքստում Սեյրան Ոսկանյանը նաև պետական նոր աջակցության ծրագրի առաջարկ ունի։ 1 հեկտարի հաշվարկով առաջի տարին 700-ից մինչև 1 միլիոնում դրամ, եթե նասոս բաննել հետը առնիս։ Բայց երկրորդ տարին արդեն ծախսը կրճատվում է 500,000 դրամ է։ Բայց ծառնտու է։ Այո, պետությունը էկոնոմիկայի նախարարությունը 50-70-ն է, մյուս տարի յուղի 80%-ը կասնի կատիլային ոռոգման։ Խնդրում եւ հորդորում եմ մեր էկոնոմիկայի նախարարությանը, որ այս կատիլային ոռոգման ցանցի այդ ընդլայնմանը ավելի շատ ուշադրություն դարձնեն։ Շիրակի մարզպետի աշխատակազմում եւս նկատում են ջրախնայող տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճ։ Եթե նախկինում կաթիլային ոռոգումը կիրառվում էր միայն փորձնական փոքր հողակտորներում, ապա այս տարի այն արդեն ներդրվել է ավելի լայն ծավալներով։ Լայնամասշտաբ կիրառում է եկել եւ շուրջ 50 հեկտար հողատարածքի վրա տնտեսվարողների կողմից իրականացվել է կարտոֆիլի կաթիլային ոռոգման համակարգի ներդրում, ինչը հնարավորություն կտա բացի տնտեսական արդյունավետությունից, նաև բնապահպանական ջրի խնայողության մեխանիզմներ դնել։ Ռոման Համայակյանի խոսքով այժմ ընդհանուր ոռոգման առանձին հատվածներում առկա թողունակության խնդիրները պայմանավորված են ոռոգման համակարգի վիճակով եւ փուլ առ փուլ կարգավորվում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից։ Որոշակի խնդիրներ ունենք ոռոգման համակարգերի թողունակության հետ կապված, բայց դրանք էլ ջրօգտագործողների ընկերության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում հարթվում են պայմանագրային հիմունքներով իրականացում է ջրի տրամադրումը։ Այս տարի Շիրակի մարզում մշակվում է ավելի քան 50,000 հեկտար ցանքատարածություն։ Այդ ծավալներում յուրաքանչյուր կաթիլ ջրի արդյունավետ օգտագործումը կարևոր նշանակություն ունի թե բերքատվության, թե մարզի գյուղատնտեսության կայուն զարգացման համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Կյանք, ընտանիք, ծնունդ ու սեր, հենց այս արժեքներն են պատմում Վաչագանի ստեղծագործական աշխարհը։ Նրա յուրաքանչյուր կտավ այս զգացողությունների արտացոլումն է, գույների ու խորհրդանիշների միջոցով փոխանցելով կյանքի շարունակությունը, մարդկային ջերմությունն ու լույսը։
Դեռ պատանի հասակում Վաչականը մի մատիտի հպումով մեծածավալ կտավներ էր ստանում, այդ տարիներից արվեստը նրա կյանքի անբաժանելի մասն էր դարձել։ Տարիների ընթացքում գծերն ու գույները վերածվել են ինքնաարտահայտման լեզվի, իսկ յուրաքանչյուր նոր ստեղծագործություն հերթական պատմության, որը ծնվում է նախ մտքում, ապա նոր միայն հայտնվում կտավի վրա։ Այս նկարը ընտանիք է վերնագրված, ինքը սերունդներ է, ընտանիք։ Տեսեք, ես նկարում եմ երկու էտապով։ Առաջինը գլխի մեջ ես բազմաթիվ տեղեր ասել եմ, այնինչ ես նկարում եմ, դա տեսնում եմ եւ դա ինձ տալիս է Աստված։ Դրանք տևում են 4 ամսից 6 ամիս, բայց գլխիս մեջ։ Բայց երբ որ արդեն գլխիս մեջ պատրաստ է այդ ամենը, 4-ից 5 ժամ է տևում։ Ես այդ հրաբուխի պես այդ էներգիան տալիս եմ կտավին, դրա համար նկարչի կանխատանքը հենց կայանում է դրանում, որ այդ պայի ունեցած էներգիան, երբ որ նկարիչը փոխանցում է կտավին, ինքը հետո չունի այդ էներգիան, այդ էմոցիաները։ Վալբերտին նրա խոսքով այս անվանման հիմքում մի անձնական պատմություն է, հորը տված խոստումը նրան իր արվեստի միջոցով շարունակելու եւ ներկայացնելու դարձավ այն գաղափարը, որից էլ սկիզբ առավ անվանումը։ Վալբերտի իմ անունը Վաչագան է, առաջի տառը իմ անվանս առաջի տառն է, Ալբերտին պապայիս անունն է, Ալբերտի, ճիշտ ասած փոքր հասակում, երևի 10 տարեկան, 12 տարեկան ամենաշատ հասակում, որ նկարում էի, պապայիս ասում էի, որ պապա ջան, ես պատմության մեջ անցնելու եմ, դու էլ իմ հետ գալու ես, դրա համար այդ տարիքից սկսած Ալբերտի։ Արվեստագետը պատմում է, որ երբեք չի սկսում նկարել առանց նախապես պատկերն ամբողջությամբ իր ներսում տեսնելու։ Նրա յուրաքանչյուր աշխատանք իր մեջ կրում է ապրումներ, հիշողություններ եւ մտորումներ, որոնք արտահայտվում են գույների ու պատկերների լեզվով։ Նկարչի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունի դեղին գույնը։ Նրա համար այն խորհրդանշում է լույսը, ծնունդը, կյանքի շարունակությունն ու նոր սկիզբը։ Այդ գույնը հաճախ դառնում է նրա աշխատանքների գլխավոր շեշտադրումը, ստեղծելով ջերմության, հույսի եւ լուսավորության զգացողություն։ Իմ համար շատ կարևոր է մարդը ժպտա, այսինքն այդ գույնը իրան ժպիտ տա, որովհետև ժպիտը այս կյանքում շատ ամենակարևոր բաներից մեկն է։ Այստեղ է ծնվում են ամեն ինչը, ինչ այս տանը տեսակ։ Ես նկարել սկսել եմ 6 տարեկանից, շատ լավ նշեցիք, որ փոքրիկ Վաչագանը ինչ էր երազում, փոքրիկ Վաչագանի երազանքը մնացել է մինչև այսօր այդ փոքրիկ Վաչագանի երազանքները նաև մեծ Վաչագանի երազանքներն են եւ ես փոքր հասակից երազել եմ նկարչության պատմության մեջ թողնել իմ հետքը։ Ես հավատում եմ դրան, շատ կարևոր է, ասել եմ, եղել են դեպքեր, որ շատ կարևոր է մարդը ունենա երազանք, ունենա մեծ երազանք եւ հավատա իր երազանքին եւ գնա դրա հետևից։ Եվ հիմի փորձում եմ մարդկանց տալ այդ լույսը, էներգիան, ուրախությունը եւ իմ համար շատ կարեւոր է որ իմ նկարները մարդկանց ջբիտ պարգևեն։ Իմ համար ոչ թե արվեստ, այլ կյանք։ Ես եթե կարողանամ ջուր չխմել, այդ նույն ձևի ուրեմն կվերջացնեմ նկարելը, բայց քանի ջուրը խմում եմ, հացը ուտում եմ, այդ նույն ձևի ես նկարում եմ։ Լավագույն գույնը տեղին է, որովհետեւ տեղինի մեջ լույս կա, ինքը իմ համար տեղին գույնը աստվածային է։ Արկախոս իմ լույս էներգիա, փոխանցիր լույս եւ էներգիա։ Տեսեք, կարկախոս եք ասում, ես հենց հիմա մտածում եմ։ Ես երբևիցե չեմ մտածել դրա մասին, բայց իմ գլխից մեջ առաջինը որ եկավ, փոխանցիր լույս եւ էներգիա։ Եվ մինչ վերջին վրձնահարվածը վաղուց արդեն իր տեղում է, ստեղծագործությունը շարունակում է ապրել։ Ոչ թե արվեստանոցում, այլ յուրաքանչյուրի հայացքում, մտքում ու զգացողություններում։ Թերևս հենց այդպես էլ արվեստը դառնում է անվերջ։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոնատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի եւ Կուբայի ներկայացուցիչները։ Մինչ նիստը տեղի ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության
Միության եւ Կուբայի Հանրապետության հարգարժան ներկայացուցիչներին։ Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաեւ նոր կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահվել։ Առանձին սահմանափակումներ եւ վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը, նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը եւ ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։ Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար եւ ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում։ Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է, սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի Եվրամիության անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա Եվրամիության անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի Եվրամիության անդամ պետությունների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, եւ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով դիմել Եվրամիությանը։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաեւ ստանալ Եվրամիությանն անդամակցելու տեխնացու երկրի կարգավիճակ։ Առանց թվարկված փուլերից առնվազն մեծ մասն անցնելու նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ եւ կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում ոչ լեգիտիմ։ Ես շնորհակալ եմ ԵԱՏՄ իմ գործընկերներին Հայաստանի, ինչպես եւ ԵԱՏՄ ցանկացած այլ երկրի տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու եւ սեփական երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու լեգիտիմ իրավունքը ճանաչելու համար։ Ավելին, նման մոտեցումն օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունն այն գործոնն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցակցության եւ գրավչության բարձրացմանը։ Ես կարծում եմ, ոչ ոք չի ժխտի, որ այս առումով մենք ԵԱՏՄ-ի ներսում անելիք ունենք։ Մենք պատրաստ ենք եւ առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մյուս կողմից պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ներկայիս փոխհարաբերություններում չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում եւ դրա շրջանակում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնարար սկզբունքների պահպանման, անդամ պետությունների իրավահավասարության եւ գործնական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին։ ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները եւ կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։ Հենց դրանում ենք տեսնում վստահության, կայունության եւ երկարաժամկետ հաջողության հիմքը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում ստորագրվել են քննարկված եւ ընդունված հարցերի արձանագրությունները։ Դրանք վերաբերում են տրանսպորտի, էլեկտրոնային, առևտրի, կրթության ոլորտներում համագործակցությանը եւ կարգավորումներին։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները հանդիպում են ունեցել նաեւ Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Около 319 миллионов долларов США. Уважаемый Николай Лаваевич, рад приветствовать вас. Չոլպոնատա քաղաքում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին եւ շնորհավորել խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման եւ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ Սադիր Ժապարովն ընդգծել է վարչապետի ջանքերը Հարավային Կովկասում բարեկամության եւ բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված եւ համոզմունք հայտնել, որ խաղաղության եւ կայունության ապահովումը
կառավարումը կայուն աճի եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։ Այս համատեքստում Ղրղստանը կարևորում է ավանդական բարեկամության փոխադարձ հարգանքի եւ մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված Ղրղստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է Ղրղստանի նախագահը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ շնորհավորել Սադիր Ժապարովին Ղրղստանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առիթով։ Հուսով եմ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Դա իսկապես տպավորիչ է, ասել է վարչապետը։ Անդրադառնալով Ղրղստանում արձանագրված տնտեսական բարձր աճին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա կնպաստի երկրում կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Ղրղստանի կառավարության եւ Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։ Եվ իհարկե դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղստանի եւ Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղստանի եւ Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը, նշել է վարչապետ Փաշինյանը։ И хочу поздравить вас. Վաղարշապատի դատարանում ավարտվել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 հոգեվորականների գործով առաջին դատական նիստը։ Այն անցկացվել է դռնփակության ռեժիմով, տևել մի քանի րոպե։ Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զորաբյանը հայտնել է, որ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։ Զորաբյանի խոսքով Մանուկյանը հանդիսացել է նաեւ փաստաբան եւ փաստաբանական արտոնագիրը տրվել է Արա Զորաբյանի կողմից եւ համարել է, որ սա կարող է կասկած առաջացնել եւ հարկի հիմք է։ Միայն այն փաստը, որ դատավորը դատելու է ամենայն հայոց կաթողիկոսին, արդեն կաշկանդող հանգամանք է, ասել է Զորաբյանը։ Փաստաբանը հայտնել է, որ դատական նիստին ներկա է եղել նաև տուժող Արման Սարոյանը։ Նա դատական նիստերի դալիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով։ Հաջորդիվ սահմանված ընթացակարգով գործը մակագրվելու է այլ դատավորի։ 450 գրամ քաշով, 23 սանտիմետր հասակով, 23 շաբաթականում ծնված Մոնթեն է։ Այնքան փոքր էր, որ նույնիսկ վախենում էի մոտենալ։ Ճիշտ լսեցիք, 23 շաբաթ կամ շուրջ 5 ամիս համբերեց Մոնթեն։ Հղիության մասին իմանալն ու երեխայի ծնվելը գրեթե մեկ եղավ։ Հազիվ հասցրեցին գրանցվել եւ միջև այսպես մտքերով կողմնորոշվենք ոնց ինչ եւ ծննդաբերություն ծայրահեղ վաղահասության ժամկետում։ Սկսեցինք միանգամից հետաքրքրվել, արդյոք եղել են նման դեպքեր ու իմացանք, որ Հայաստանում մենք առաջի դեպքն ենք։ Միանգամից վախ, տագնապ, հերթական կորուստի զգացում։ Պավել Մազմանյանը ասեց, որ Էրեբունիում միակ դեպքը տենց փոքր 24 թե 25 շաբաթական ծնված աղջիկ բալիկ էր, լավ հիշում եմ Սերինե անունով, ասաց, որ հիմնականում պայքարող են աղջիկները, ոչ թե տղաները մի քիչ ավելի ծույլ են, ավելի թույլ են լինում։ Մոնթեն սեփական օրինակով կոտրեց բոլոր կարծրատիպերն ու բժշկագիտության մեջ եղած պնդումները, թե տղաներն աղջիկների համեմատ թույլ ու ծույլ ու պակաս պայքարող են։ 450 գրամ քաշով նա պատրաստ էր պայքարի, կողքին ունենալով բժշկական պրոֆեսիոնալ թիմ ու հոգատար ընտանիք։ Բժիշկն ու բուժազնակազմը, բուժքույրերը ինձ բացատրեցին, որ ինչքան շատ կարևոր է մայրական կաթը բալիկի համար ու միակ բանը ես հասկացա այդ ժամանակ, որ ես կարող եմ տալ իմ բալիկին եւ ինչ որ հարցով օգնել նրան, դա միայն է մայրական կաթն է։ Ինչ լավ հիշում եմ, որ Մոնթեի առաջի սնունդը 4 կաթիլ կաթն էր, որը շատ հեշտությամբ ինքը մարսեց, ինչի շնորհիվ սկսեցին գործել աղուններն ու ստամոքսը ու մարսողությունը։ Դա իմ համար արդեն առաջին իսկ հաղթանակն էր եւ ես հասկացա, որ իրոք Մոնթեին պետք է մայրական կաթ նրա վերջնական հաղթանակին հասնելու համար։ 4 ամիս օրը 5 անգամ Արմինեն գալիս էր բժշկական կենտրոն կաթիլ մայրական կաթով կերակրում Մոնթեին։ Կրծքի կաթով կերակրումը կարևորագույն գործոններից մեկն է, որը ազդում է ապրելիության եւ լավ ելքերի վրա։ Դա
շատ ավելի կարևոր է, քան թե թանկարժեք սարքավորումներ։ Հղիության 9 ամիսներից միայն կեսից մի փոքր ավելին Մոնթեն համբերեց, մնացած 4-ը նա այստեղ անցկացրեց, այստեղ են լիարժեք ձևավորվել նրա տեսողությունը, լսողությունը, թոքերը։ Բարբերաբար ստուգում էին աչքի զարգացման աստիճանը եւ ահա 1 տարի անց մենք եւս հաղթանակ ունեցանք 100% տեսողություն եւ 100% լսողություն։ Այնուհետեւ այցելեցինք զարգացման կենտրոն ուղեղի հետ կապված եւ նորից եւս 1 հաղթանակ ուղեղն էլ լրիվ զարգացած էր։ Մենք ականատես եղանք Մոնթեի բոլոր հաղթանակները ու Աստծո հրաշքներում։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ ըստ ԱՄՆ նախագահի Իրանը չի կարող երկար դիմանալ։ Կարծում եմ ամեն ինչ լավ է, ներգրավված եմ բանակցություններին, կարծում եմ շուտով կարող են արդյունքներ լինել, հավելել է Թրամփը։ Նրա խոսքով ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել եւ համալրվել զինատեսակներով։ Մենք հիանալի վիճակում ենք, բայց ամեն դեպքում միշտ ավելիի կարիքը կա, շարունակել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողների հարցին արդյոք Վաշինգտոնը Զելենսկու խնդրանքով Պատրիոտ զենիթահրթիռային համակարգի հրթիռներ կփոխանցի Կիևին, Թրամփը պատասխանել է. դրանք Միացյալ Նահանգներին են պետք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է։ Մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից։ Իրան-ԱՄՆ լարվածությանն է անդրադարձել Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է Վաշինգտոնին բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար։ Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից, հորդորում ենք Վաշինգտոնին կատարել ստանձնած պարտավորությունները, շեշտել է Ղալիբաֆը։ Պահպանվում է նաև Հութիներ Էր-Ռիադ լարվածությունը, տեղեկություններ կան, որ Եմենի Անսարալա շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային, հաջակցություն Իրանի։ Սաուդական կողմը հայտնել է Եմենի հետ սահմանային տարածքներում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների Հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհի մասին։ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին, որը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Կիև։ Մինչև Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելը Ջեյհուն Բայրամովն այցելել է Իրպին, Եղելտեղի դպրոցում, հիվանդանոցում եւ վերականգնողական կենտրոնում, որոնց ադրբեջանական կողմը պարբերաբար աջակցություն է տրամադրում։ Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայրամովին այցի, օգնության եւ ուկրաինացի ժողովրդի հետ Բաքվի համերաշխության համար։ Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները եւ Սև ծովում իրավիճակը։ Անդրադարձել ենք բարձր մակարդակի դիվանագիտական շփումներին, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցությանը, մանրամասնել է Զելենսկին։ Ավելի վաղ Բայրամովին ընդունել էր Ուկրաինայի արտգործնախարարը Անդրի Սիբիհան, բարձր էր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել էր, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձարվածները։ Ռուսաստանի ՊՆՏՎ-ով գիշերը խոցել են ուկրաինական 203 ԱԹՍ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանը եւ այլ տարածքներ։ Կրկին Wildberries-ի պահեստ է հարձակման ենթարկվել այս անգամ Եկատերինբուրգում։ Հրդեհ է բռնկվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային, Կիևում եւ այլ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, այդ թվում Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով։ Դոնալդ Թրամփը մտահոգվել է, որ երկու կողմից էլ կորուստների թիվն աճում է։ Դոնալդ Թրամփը հրամանագրեր է ստորագրել, որոնցով սահմանը փակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալը։ Հրամանագրերից մեկն ուղղված է կասեցնելու այսպես կոչված ծննդաբերական տուրիզմը, երբ հղի կանայք մեկնում են ԱՄՆ ծննդաբերելու, որպեսզի երեխան ամերիկյան քաղաքացիություն ստանա։ Մեկ այլ հրամանագիր սահմանում է այն օտարերկրացիների կատեգորիաները, որոնց երեխաները նույնիսկ եթե ծնվել են Միացյալ Նահանգներում, ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն։ Այդ ցանկում են օտարերկրյա կառավարության աշխատողների երեխաները, նաև երեխաներ, որոնց ծնողները քաղաքացիություն ստանալու համար խախտել են օրենքը եւ այլ խմբեր։ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ շատերը դիմում են խարդախության եւ հսկայական բիզնեսներ են կառուցում։ Դիանա Գասպարյան
օրերս թղթաբանակը անդրադարձել էր Վանաձորի Աղայան 84 եւ 86 շենքերի բակի շներին ու նրանց համար որպես ապաստարան ծառայող տաղավարին։ Բնակիչները բողոքում էին, որ տաղավարն ու խաղահրապարակը շրջանցում են, քանի որ վախենում են շներից։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բազմի ոստիկանների հսկողությամբ պատկան մարմինների կողմից տաղավարի տարածքից հեռացվել է շների բներն ու հին բազմոցները։ Բնակիչներից Արման Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ ու բնակիչներից մի քանիսի օգնությամբ տաղավարի տանիքը վերանորոգվել է, տարածքը բարեկարգվել, իսկ համայնքապետարանի աջակցությամբ տեղադրվել են սեղանն ու նստարանները։ Ու չնայած տաղավարի ու խաղահրապարակի խնդիրների լուծման ուղղությամբ շարժ կա, անլուծելի է մնում բակի շների կացարանի խնդիրը։ Շները դեռևս բակում են, տաղավարում կամ շքամուտքերում։ 2024 թվականից շների կացարանի համար պայքարը չի ավարտվել։ Տիկին Սուսաննային համայնքապետարանին դիմելու եւ շներին կացարան տրամադրելու հարցում միացել է նաեւ Արման Օհանյանը։ Պատասխան դեռևս չեն ստացել։ Աշխեն Սուքիասյան Մոտենալով պեյզաժի տեսարանին, հիմնական դիտուք առաջի հերթին մտածեք կոմպոզիցիայի մասին։ Հիմնական գծանկարը տեսեք են դիմացի ծառը տան հետ, մյուս ծառերը ճանապարհի հետ։ Այնպես պետք է լինի, որ նայելուց հետաքրքրություն առաջացնի։ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանը Գավառի գեղարվեստի դպրոցի սաներին է փոխանցում արվեստագետի իր փորձը, օգնում իրենց պատկերացումներն առավել գրագետ կտավին հանձնել։ Փորձի փոխանակումն իրականացվում է ամառային նկարչական սիմպոզիումի շրջանակում։ Գավառի համայնքապետարանը արդեն երրորդ անգամն է գեղարվեստի դպրոցին հնարավորություն ընձեռում իրականացնելու այս նախաձեռնությունը։ Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի երեխաները արդեն հայտնի վաստակավոր նկարիչների հետ կողք կողքի սկսեն աշխատանք, միասին քննարկումներ են անում, խորհուրդներ են հարցնում, ամբողջ գործընթացը այդ մթնոլորտում է անցկացվում։ Ամառային սիմպոզիումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նկարիչների միության հետ համատեղ։ Միության 5 անդամներ գեղարվեստի դպրոցի սաների հետ Գավառ համայնքի տարբեր բնակավայրերում նկարում են պատմամշակութային հուշարձաններ, գյուղական եւ բնության տեսարաններ։ Նկարում եմ Գեղարքոնիկ գյուղը, բնության մեջ գողտրիկ փոքր տները, որտեղ մարդու արկայությունը կա։ Այստեղ նաև գյուղացիներն են անցնում, մեզ հետ անմիջական շփվում են, զրուցում են, անում ենք այն ինչ որ այստեղ զգում ենք։ Ամեն տեղանք իր գեղեցկություն ունի, իր յուրահատկություն ունի։ Այստեղ ինչով է տարբերվում, որ մենք առնչություն ունեցանք գեղարվեստի դպրոցի երեխաների հետ, նաև ուրիշ կոլորիտ է ստեղծում։ Իրենց այդ մաքուր, որը մեզ նաև ոգեշնչում են, բնության մի մասն են իրանք նաև։ Իրենց համայնքին արվեստագետի աչքերով են սկսում նայել նաև ապագա նկարիչները։ Նրանք բացահայտում են համայնքի գրավչությունները, հնարավորություն են ունենում ավագ եւ փորձառու ընկերների կողքին ստեղծագործելու հայրենի բնաշխարհի տեսարանները պատկերելիս նրանց ցուցումներին հետևելու։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այսպիսի սիմպոզիումների։ Նախ առաջի հերթին, որ այս ամենը տեղի է ունենում բնության գրկում, դա շատ հաճելի է։ Մեզ համար շատ մեծ պատիվ է, որ մեզ օգնում են, ուղղություններ են ցույց տալիս մեր հայտնի նկարիչները։ Իմ առաջին տպավորությունը, որ շատ դժվար է լինելու, բայց ես որ եկա եւ վրձինը վերցրեցի ձեռքս, ես տարվեցի բնության գեղեցկությամբ։ Ես որ նկարում էի, իմ մոտ ուրախություն, երջանկություն, ինձ թվաց, որ ես հեքիաթում եմ։ Գեղարքունիքում առաջին անգամ էի էտիոպի եւ այստեղ շատ հրաշալի բնություն էր։ Եվ ուրախ եմ, որ կարողացա այստեղ էտիոտ անել։ Մեկ շաբաթվա ընթացքում գեղարվեստի դպրոցի պատանի նկարիչների աշխատանքներից առավել հաջողվածները առաջիկայում ցուցադրվելու են նկարիչների միության անդամների աշխատանքների հետ կողք կողքի։ Ալվարդ Մանուկյան, Արփիկ Կակոյան,
Օրերս համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է Նիվայի վարորդը անկանոն մեքենան վարում, ստեղծելով իրական վտանգ երթևեկության մյուս մասնակիցների համար։ Բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ Օտարերկրյա համարանիշներով մեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչն ապօրինի ձեռքբերում եւ իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը հաստատվեց եւ օգոստոսի 1-ին ժամը 17:35-ին Երևանի Խաղաղդոնի փողոցում երիտասարդը ձերբակալվեց։ Նույն հասցեում կայանված նրա ավտոմեքենան վերցվեց հսկողության տակ, իսկ նա տեղափոխվեց համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ, նաև գաղտնի փականով դանակ։ Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրել այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել Մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ իրեն պատկանող Տեսլա Մակնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակության փաթեթներ։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեց արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց 12 գրամ։ Օգոստոսի 2-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց Տեսլա Մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով եւս 55 փաթեթ, նաև էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն եւ փայլատիթեղի գլանափաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։